Անասնապահությունը կողքից թվում է շատ դյուրին, բայց այս ոլորտում գոյություն ունի այնքան բարդություններ, որոնց ատեղյակ լինելով կարող է այն անկում ապրել կամ առաջ բերել մի շարք առողջական խնդիրներ, որոնք նաև բացասաբար են անդրադառնում մարդկանց առողջության վրա։ Ահա նրանցից մեկի մասին է խոսում անասնաբույժը։ Ուրեմն այսօրվա մեր թեման անասուններու մասին է, մի այսպիսի հիվանդություն, որ անունը բրուցելոզ։ Ուրեմն բրուցելոզն ինքը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, նախ իդեպս եմ որ սկսած սովետական շրջանին, մինչ օրս բուժում գոյություն չունի, կա պատվաստանյութ, կա պատվաստենգը, բրուցելոզով հիվանդ անասուններուն ախտանիշները, սիմպտոմները ինչ ձևի են։ Ինֆեկցիոն ագենոտ խոշոր եղջերավոր անասունների օրգանիզմը այնմելով հայտնաբերվում է մարսողական տրակտի ապշային գեղձերին, ինֆեկցիան 11 օր հետո պրոցեսը կատարվում է իրան օրգանիզմի մեջ, 21 օր հետո իր մաքսիմումը հասնում է իրեն նպատակին։ Այդ մոմենտին բրուցելոզի բացիլները հայտնաբերում են ոչ միայն մարսողության տրակտի ապշային հանգույցներում, այլ լյարդում, փայծաղում, իրան ապշային հանգույցներում։ Վերակրծված գեղձերը արհեստական վարակումից 49 օր անց հետո ինֆեկցիան պարզապես նվազում է, սահմանափակում է իր չափերը։ Նման դեպքերում բրուցելոզով հիվանդ անասուններուն մոտ նախ առաջինը կլինիկական նշանին են 7-ից 8 ամսական բիժում։ Պատուղը հիմնականում բիժումից հետո պատղաջարերը կեղնի շատ դեղին գույնի։ Անասունն ինքը ճիշտ է, ախորժակը շատ լավ է, ամեն ինչը նորմալ է, պատուղ արդեն, եթե մեր հիվանդ է, պատուղն արդեն ներարգանդային կյանքում արդեն հիվանդ է։ Հետո համար վակցինացիա կենեին փոքրերուն և մեծերուն։ Հիմի, բրուցելոզով նախ մի ժողովուրդը սորված որ կովին կաթ երեխեքին տան, եթե կովին կաթը չեն ստուգե, եթե կովին արունը չեն ստուգե տավյան անասունը հիվանդ է բրուցելոզով հիվանդ չէ, դիք սախալ է։ Դի քանեցինք մեկ, երկրորդը բրուցելոզով անասունի միսը չի կարելի սպանդի ենթարկել։ Բրուցելոզով անասունը միայն կուտա սպանդանոց փոխանցեգը կալբասնիները միայն երշիկը աբխտած ձևով, այսինքն էփած վիճակում օր եղնի անվենած։ Այսքան բրուցելոզի մասին։